Զարամյակների կտրվածքով մեզ համար ազգային ազատագրական պայքարը տրամաբանորեն հետևյալն է, կա արտաքին սպառնալիք, դու այսպես ասած գալիս ես մոբիլիզացիա, այդ արտաքին սպառնալիքը չեզոքացնելու համար, կամ արտաքին սպառնալիքը գրավել է քո պետությունը, դու նորից ներքին մոբիլիզացիա, մենք ու նրանք շատ հստակ է, այսինքն ազգային ազատագրական պայքարի ամբողջ տրամաբանությունը դրած այդ բաժանարարը կա թշնամին եւ դու։ Ժամանակակից աշխարհում ներկայում թշնամին արդեն ներթափանցել է քո հասարակություն եւ դու չես կարողանում տարանջատես որտեղ է թշնամին, որտեղ նա մտել է քո հասարակություն, որտեղ ժամանակակից հիբրիդային պատերազմների գործիքակազմը արդեն թույլ է տվել փափուկ ուժի միջոցով գրավել քո հասարակությունները քո իսկ անհատների միջոցով, այսինքն նա բուծել է այնպիսի դիվերսիոն խմբեր քո հասարակության մեջ, որ այդ դիվերսիոն նույնիսկ այսօր ահաբեկչական ինչպես ներկայիս իշխանություններն են, պայքարում են քո իսկ ժողովրդի, քո իսկ պետականության